Արձանագրում է, որ մեղադրել նկատմամբ կիրառված խափանմիջոց կալանքը ենթակա է փոփոխման։ 9 ամսվա բանտարկությունից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը դատարանը փոխում է տնային կալանքով համակցված 15 միլիոն դրամ գրավով։ Ղուկասյանին դատարանն արգելում է տնային կալանքում հյուրեր ընդունել, հրապարակային ելույթներ ունենալ, օգտվել կապի միջոցներից։ Այսինքն տարբերությունը ըստ էության միայն ապրելու պայմանների միջից է, այն ժամանակ հրակատարական հիմնարկում էր, հիմա կլինի տանը առավել խիստ սահմանափակում։ Մեղադրողները դատարանին միջնորդել էին Գյումրիի քաղաքապետի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով, հիմնավորմամբ թե ռիսկ կա, որ Ղուկասյանը ազատության մեջ կարող է քրեական գործի ապացուցման գործընթացին խոչընդոտել։ Դատախազը հիշեցնում է, Ղուկասյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել կալանավայրում եղած ժամանակ։ Ուստի մեղադրանքի կողմը չի կարող այս հանգամանքը ևս անտեսել եւ առնվազն ողջամի ենթադրության տեսանկյունից հաշվի չառնել։ Գյումրիի քաղաքապետի պաշտպանները համոզված են, որ իրենց պաշտպանյալին անազատության մեջ պահելու հիմքերը վերացել են։ Բացի այդ, առողջական խնդիրներով պայմանավորված վաղուց պետք է ազատ արձակվեր Ղուկասյանը։ Կա անապահ իրավիճան կարի, ճողվածքի հետ կապված, որ տեսանելի է նույնիսկ անձեն աշխով եւ խնդրել եմ, որպեսզի օրենքով սահմանված կարգով սև ժամկետում կազմակերպեն համապատասխան իրավատությունը վարդան։ Ինքը Վարդան Ղուկասյանը դատարանում հայտարարում է, հայրենի քաղաքում իրեն վստահել եւ վստահում են արած աշխատանքների համար եւ պատահական չէ, որ ընտրությունների ժամանակ ամենաշատ քվեներն իրեն են տվել գյումրեցիները։ Ովքեր որ իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրանց նորողամտությամբ նայի եւ արժանացնե իմացություն տա եւ արժանացնե իրոց աճակողմյան տասին։ Ես որպես հավատացյալ մարդ էկրան բան եմ ասում, մնացածն է ձեր խրջով ոնց գիտեք այդպես արեք։ Շնորհակալություն։ Դատական հաջորդ նիստը օգոստոսի 7-ին կլինի։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։